Այսօր կա էական չի հարաբերակցությունը, երկու խումբ մարդիկ հիմնականում, որոնք արտահայտվում են։ Մի խումբը, որ ասում է Ղարաբաղը տվիր, հողերը տվիր, ես տվիր, ենք տվիր, այն մի խումբն է, որ տենում է գրկում, փաթաթվում, պատչում, ասում է շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն։ Այս այդ նույն երևույթն է, որ այնուամենայնիվ, այդ շնորհակալությունը ինչի համար է, որտեղ մարդիկ արձանագրում են, ես ընդեղ են տղայի հետ խոսում եմ, ուզում եմ ասեի, մի հատ բանի բառ կար այդ բառի վրա տենց կանգնեցի չուզեց ասել, ես այդ բառը ճիշտն ասած համարժեքը գրական հայերենի չեմ էլ գտնում, բայց էական չի։ Այդ էմոցիան դրա համար է, որ եղել է մարդ, որը ասել է հոп ժողովուրդ, հոп։ Ես ամենաշատն էի ուզում դա, ես ամենաշատն էի նվիրված այդ անտառի միջով անցնելու եմ մյուս կողմը հասնելու գաղափարին, բայց հոպ, մենք պետք է հետ դառնանք, մենք պետք է կանգնենք։ Այդ բոլոր էմոցիաները դրա մասին են, այո կենսաթոշակ, այո առողջության ապահովագրություն, բայց մարդկանց էմոցիաները հատկապես մայրերի եւ կանանց, ովքեր չունեն տենց խնդիր, որ չարտահայտեն, որ մեկը չմտածի ասի, վայ, գիտես, ես ինչ է տենց մտածում։ Եվ այս է ամբողջ խնդիրը, եւ այդ բոլոր էմոցիաները, որովհետեւ 8 տարի է անցել, վերջեցքան բանի միջով ենք անցել։ Սկզբունքորեն, եթե այն պատերազմի եռագլուխ կուսակցության նարատիվները ճիշտ էին, այսօր մեր բան են անում, արտահայտվում են, ասում են ոնց էսի բան է, այս վարչապետին Հայաստանի թաղերում, բնակավայրերում եւ այլն գյուղերում ընդունում են, ոնց են ընդունում։ Հենց դրա համար, որ մարդիկ գիտեն, որ նախ մենք այդ ճանապարհին եւ անկեղծորեն հավատացել ենք, նվիրված ենք եղել, ոչ մի բան չենք խնայել, ոչ մի բան մենք չենք խնայել, ոչ մի բան։ Մենք մեր զավակների եւ ընտանիքի անդամներին չենք խնայել, բայց երբ որ մենք տեսել ենք, որ վերջ արդեն հարց է դնում, հարցը երբ որ մեր աչքերը բացվել են, մենք առերեսվել ենք այդ իրականության հետ եւ կանգնել ենք եւ ասել ենք ժողովուրդ պետքա կանգնել, ժողովուրդ պետքա կանգ առնել, պետք չի երազել ուրիշ հայրենիքի մասին, որովհետեւ մեր երազանքների հայրենիքը այլևս գտնված է եւ այդ հայրենիքի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Եվ մեկը ինչ էլ ասենք, չի ստացվում ժողովուրդ,